Արարատ բանկը Լիզինգ Էքսպո 2025-ին ներկայանում է բացառիկ առաջարկով։ ՎԶԲ-ի հետ համագործակցության շրջանակում առաջարկելով լիզինգի գրավիչ պայմաններ, մինչև 35% հետ վճարի հնարավորությամբ։ Տարվա վերջի դրությամբ 24 թվականի լիզինգի պորտֆելը համակարգում կազմում է մոտավորապես 250 միլիարդ դրամ։ Ինչ վերաբերվում է Արարատ բանկին մրցունակ է Արարատ բանկը թե ոչ, ես ձեզ ասեմ, որ իմ կարծիքով Արարատ բանկը բավականին մրցունակ է լիզինգի շուկայում, պարբերաբար հանդես է գալիս տարբեր տարատեսակ առաջարկություններով։ Մենք աշխատում ենք մի շարք միջազգային կառույցների հետ, որոնցից որ ներգրավում ենք միջոցներ լիզինգով աշխատելու համար եւ որը որ մեզ հնարավորություն է տալիս տարբեր ակցիաների տեսքով եւ տարբեր առաջարկներով անընդհատ հանդես գալ յուրահատուկ առաջարկներով, ես կասեի հանդես գալ շուկայում։ Եվրամիության բիզնեսի համար նախաձեռնություն ՎԶԲ վարկային գիծ ծրագրի շրջանակում Արարատ բանկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, սարքավորում գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև իրականացնելու էներգախնայող շինարարական աշխատանքներ բացառությամբ բազմաբնակարան շենքերի։ Այսինքն այն ընկերությունները, որոնք պոտենցիալ արտահանողներ են, նրանք են արտադրողները կամ օրինակի համար տուրիստական կազմակերպությունները։ Եվրոպական ստանդարտի սարքավորումներ ձեռք բերելիս հնարավորություն ունեն 10-ից 15% քեշբեք ստանալ։ Իսկ երկրորդ մասը վերաբերում է արցախցիներին, հավելյալ 20% հետ վճարը կտրամադրվի, եթե լիզինգառուն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Քեշբեկի տարբերակներ առաջարկում են նաև էլեկտրոմոբիլների ձեռքբերման պարագայում։ Այս դեպքում 10%-ի վերադարձի մասին է խոսքը, իսկ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների պարագայում 15%։ Այսպիսով լիզինգառուն կարող է օգտվել և պետության կողմից տրվող աջակցությունից և դրան զուգահեռ ունենալ քեշբեք։ Ընկերությունը, որը կարող է դառնալ այս ծրագրի շահառու, պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում առնվազն 6 ամսվա գործունեության, գրանցված գործունեություն և ներդրումը իրականացվի հիմնական միջոցների մեջ, կապիտալ ներդրումների մեջ, որոնք որ ուղղված են էներգախնայողությանը և էներգաէֆեկտիվությանը։ Սարքավորումները, հոսքագծերը և տրանսպորտային միջոցները, որոնք կարող են ձեռք բերվել լիզինգի միջոցով, պետք է համապատասխանեն Եվրամիության ստանդարտներին կամ եթե Եվրամիությունում չեն արտադրվել, ապա լինեն սերտիֆիկացված CE սերտիֆիկատով։ Այսպիսով, ապրիլի 18-ից 20-ը Մերինդյան Էքսպո կենտրոնում Արարատ բանկի տաղավարում այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները, տրամադրելով խորհրդատվություն, պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։